Բարի երեկո, Tribune-ի հարթակում կարճ միացում հաղորդաշարն է, ամփոփում ենք անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, սթափ վերլուծություն տալով քաղաքական իրողություններին։ Մեր հյուրն է Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։ Ողջույն, պարոն Բաբայան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Հաղորդման ընթացքում վերլուծելու ենք այսպես հակիրճ կամ ավելի մասնավորապես կամ ավելի ինլայնված շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե առաջինը չենք կարող չանդրադառնալ այս կոնտեքստում հայտնի եւ աղմկահարույց սպանության հետ։ Սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, հանցագործը եւ հանցագործները դեռ հայտնաբերված չեն, համենայն դեպս մինչ այս պահը ոչ մի տեղեկություն չկա անգամ կասկածյալի մասին ու բոլոր սլաքները ուղղված են այս պահեդրությամբ դեպի իշխանությունը, որովհետև եթե հետևել եք վարչապետը անմիջապես այսպես սկայծակնային հայտարարություն գրեց էլի Facebook-ով, ցավակցեց եւ իհարկե դատապարտեց եւ ուղղորդեց այսպես սլաքները, որ դա քաղաքական վենդետա կարող է լինել կամ անձնական հաշվեհարդար։ Ընդամենը կես տարի առաջ մենք հիշում ենք, որ Վալոդյա Գրիգորյանը հաղթեց ընտրություններում, ընդդիմադիր դաշտում հաղթանակ տոնեց ՔՊ-ի թեկնածուի նկատմամբ ու իրական Հայաստանում սա այն եզակի դեպքերից էր, որ իսկապես արդար ընտրությամբ նա հաղթահարեց այդ շեմը։ Սակայն մեր երկրում այնպիսի մթնոլորտ է, պարոն Բաբայան, որ Փաշինյանի վերջին գրառումներից էլ ելնելով, այսպես մուրճ թափ տալու եւ, չգիտեմ, վիզ կտրելու, այս հաշվեհարդար տեսնելու այդ ֆոնին, ակամայից կարծես հանրային ինչ-որ այդպիսի տհաճ մթնոլորտ է տիրում ու կարծես նաեւ իշխանական կողմից է այդ քարոզը գնում, այսպես շատ հետաքրքիր ձևով է քարոզվում։ Ու առհասարակ նկատել եք, որքան հաճախ են այս վերջերս նաեւ հենց այդպիսի դեպքերը, կրակոցներ, սպանություններ, հենց նույն օրը կարծեմ էլի մասիվի ինչ-որ մանկապարտեզում գիշերը էլի կրակոցներ են եղել, էլի ինչ-որ հաշվեհարդարի ֆոնով։ Ինչ եք կարծում, սա հենց այդ մթնոլորտի, իշխանական մթնոլորտի ձևավորած հետևանքներն են, թե իսկապես կա անձնական հաշվեհարդարի ֆոն։ Փորձեմ հերթով անդրադառնալ, քանի որ հարցերը շատ էին։ Առաջինը, որ ուզում եմ անդրադառնամ, այն է, որ սա եզակի դեպք չէր, որ դիմընտրություններում հաղթում էր ընդդիմադիր գործիչ։ Ինչ եմ սա հատուկ ընդգծում, որովհետև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններում կամ համայնքների մեծամասնությունում այս իշխանությունը պարտվել է։ Երևանում պարտվեց, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, աշտարակում հաղթել են։ Արմավիրում ընդամենը մեկ թեկնածուի մասնակցությամբ մենակ կպի։ Մի խոսքով ընդհանուր առմամբ, եթե այսպես մասշտաբներով դիտարկենք, մեծամասամբ իշխանությունը պարտվել է։ Ինչի հետևանք է այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը երկու ասպեկտից կարող ենք նայել, բայց նախ դիտարկենք Նիկոլ Փաշինյանի ձեր նշած հայտարարությունը, այնտեղ քաղաքական վենդետայի մասին խոսք չկար, այնտեղ ընդհանրապես վերջընտրության վենդետայի մասին խոսք կար, որը սակայն բավականին վտանգավոր երևույթ է, բայց այդ վտանգավոր երևույթին մենք անդադար շարունակատես ենք լինում գրեթե բոլոր աղմկահարույց քրեական գործերով։ Այսինքն ով տվեց իրավունք, որպեսզի գործադիր մարմնի ղեկավարն ու գործադիր մարմնի ղեկավարը չի ինքը ըստ էության գործադիր մարմնի համակարգողն է, ներկայացուցիչն է, ով տվեց իրավունք, որպեսզի արդեն իսկ միակ ճշմարիտ վարկածն առաջ քաշի։ Իսկ ուսուցիչ այլ վարկածներ կային։ Բայց սա առաջի դեպքը չի, Նիկոլ Փաշինյանի խնդիրն է հենց ամենասկզբից հնչեղություն ունեցող դեպքի վերաբերյալ ամենասկզբից տալ իր համար ցանկալի վարկածը, որովհետև ինքը այդ վարկածի վրա հետագայում պիտի քաղաքականություն կառուցի եւ չգտնի գործող իրավապահ համակարգում մեկին եւ առավել եւս հիմա արդեն այս պահին քննչական կոմիտեի նախագահին, որին մենք պարբերաբար տարբեր առիթներով տեսնում ենք, չեն կարող ուղղակի հակադրվել Նիկոլ Փաշինյանի Facebook-ով տված վարկածային հանձնարարությանը։ Այսինքն ամբողջ քննությունը պիտի տարվի այս ուղղությամբ։ Բայց միևնույն ժամանակ դրա մեջ կա մի հատ շատ մեծ ինքնակնդատություն, այսպես ասած։ Եթե դա վրեժխնդրության պատճառներ, ապա պիտի կանխվեր։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ դա կարող է լինել վրեժխնդրության պատճառ, ապա օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնողները դա պիտի շատ վաղուց իմանային, դրա կանխարգելման որոշակի գործողություններ անեին, բայց ինչի չեն անում։
Չեն անում, որովհետև ժամանակ չունեն, որովհետև այդ ամբողջ օպերատիվ հետախուզական միջոցառումները, գործողությունները այս պահին, ինչպես նաև ամբողջ քննչական մարմինները, դատախազական մարմինները եւ հիմա նաև որոշակի առումով դատարանները այլ խնդիր են լուծում, քաղաքական հանձնարարությունների կատարում։ Հիմա 8 ամիս, 9 ամիս, եթե չեմ սխալվում, Սրբազան պայքարի առաջնորդի եւ մասնակիցների գաղտնալսել են։ 8 ամիս այդ մարդիկ զբաղված են եղել։ Միայն դրանով։ Դրանք անդրադառնանք։ Չէ, տեսեք ինչ եմ ես ամեն ինչն ասում։ Ստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Քաղաքական էր արդյոք Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը թե ոչ։ Ես լինելով փաստաբան չեմ կարող առանց փաստերի օթից այսպես հայտարարություն անել, մենք այս բանին չունենք որևէ տվյալ, որ կարողանանք պնդել, որ դա իսկապես քաղաքական էր, բայց քաղաքական էր ի բնե, որովհետև քաղաքական էր այն հանձնարարությունները, որը կատարում էին դատաիրավական համակարգի ներկայացուցիչները, եւ որի պատճառով այդ համակարգը չի կարողանում իր ֆունկցիաները ճիշտ կատարել։ Նորը միայն դա չի, ամբողջ պետական համակարգն է այս վիճակում։ Եթե ճիշտ եմ հասկանում, դուք որակում եք քաղաքական, բայց որակում անում եք դա որպես փաստաբան, որովհետև դեռ փաստեր չունենք։ Եթե որպես փաստաբան անեմ, ապա պիտի փաստեր ունենամ։ Ես քաղաքական միավորի ներկայացուցիչ բոլոր դեպքերը, աղմկահարույց դեպքերը ունեն քաղաքական դրդապատճառ, բոլորը, որովհետև քաղաքականությունն է ստիպել, որպիսի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ազգային անվտանգության եւ մնացած բոլոր դատաիրավական համակարգերը չկարողանան իրենց ֆունկցիան ճիշտ կատարել։ Սա է քաղաքական պատճառը, առաջին սա է։ Երկրորդ քաղաքական պատճառը դա Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծած այդ ձեր նշած մթնոլորտն է։ Մուրճի եւ այլն։ Հիմա եթե սրանք զուգորդում ենք, տեսնում ենք, որ բանը, այսպես հանցավոր մտադրություն ունեցող անձը, տեսնում է, որ դատաիրավական համակարգը չի աշխատում։ Նիկոլ Փաշինյանն էլ այսպես ինչ-որ ուժային մեթոդների գովք է անում կամ այդպիսի մեթոդներից է օգտվում, իրենց համար մտածում են շատ լավ առիթ է։ Շատ հետաքրքիր, շատ լավ բան է, որ իրենց հարցերը կարողանան լուծել հանցավոր եղանակով։ Դրանք կտարածվեն նաև ընտրությունների վրա։ Հիմա ընտրություններում բան կա, չէ՞։ Թեկնածուներ են լինում տարբեր, ամեն մեկը իր համայնքում ունի որոշակի ազդեցություն, ընդդիմադիր կուսակցության տվյալ համայնքի ներկայացուցիչը։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանն ասում է այսպես մուրճով փռենք բոլերին, ասֆալտ լիզենք եւ էլի զզվելի բաներ, բոլոր այդ տեխնացուները համարելու են, որ դրա իրավունքը ունեն։ Լավ, առաջիկան վաղաշաբաթում էլ են սպասվում ընտրություններ, թիմ ընտրություններ, վարկածներից մեկը քաղաքական դաշտում շրջանառվում է, որ հենց դա էլ կարող է լինել, այսինքն այդ վախի արդեն մթնոլորտ ստեղծել է, ոչ թե ձեր ասած, որ նրանք էլ իրավունք ունեն արդեն, նրանց իրավունք տալը, այլ վախի մթնոլորտը, որ տեսեք, ձեզ հետ էլ նույն բանը կկատարվի, այսինքն ընդդիմությանը կոնկրետ վախի կոճակը սեղմել է, էլի։ Ես չեմ կարող առանց որևէ հիմքի պնդել, թե սա հենց իշխանության կողմից հանձնարարված սպանություն էր, բայց ես վստահ կարող եմ պնդել եւ վերլուծել եւ ցույց տալ, որ սա իշխանության կողմից թույլ տրված սպանություն էր։ Թույլ էր տրվել եւս քաղաքական նպատակներով։ Դուք որպես փաստաբան տեսնում եք որևէ փաստ կամ վկայություն, որ կարող է վկայել, որ այս սպանությունը կապված է զոհի քաղաքական գործունեության հետ, այսպես հարցը ձևակերպել։ Այո, որովհետև դրա համար ունեն որոշակի վարկածի վերաբերյալ վերլուծություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է վենդետայից կամ վրեժխնդրությունից, եւ հիշում ենք, որ դրանից առաջ նախկին համայնքապետի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի եղբոր հետ կատարվել էր դեպք։ Ամբողջ ուղղորդումը դրան էր գնում։ Եվ այս պահին Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը հենց այդ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, տնային կալանքում է գտնվում։ Հետևաբար այդ վեճն էլ առաջացել էր բնականաբար քաղաքական պատճառներով, ես կարող եմ ողջամտորեն ենթադրել, որ այո, դա քաղաքական որոշակի տարաձայնություններ լուծելու մի միջոց է։ Բայց չեմ կարող պնդել, որ հենց այդպես է ու վերջ։ Ես Նիկոլ Փաշինյանը չեմ, որ մեկ վարկածի ուղղությամբ, այսպես հայտարարում գնամ առաջ։ Ի տարբերություն իրեն, ես իմ խոսքը հարգում եմ, իմ փաստերը, որոնց որ ես ծանոթ եմ, դրանք հարգում եմ։ Ինչպես է գնահատում իրավապահ մարմինների աշխատանքը հենց այդ պահին, գոնե այդ պահին օպերատիվ արձագանքը արդյոք նրանք արդյունավետ են։ Եկեք մի բան։ Չեմ ասում անկախ, արդեն գիտենք, որ անկախ չեն, չեն էլ կարող լինել։ Արդյունավետ եթե լինեին, չլիներ դեպքը։ Երկրորդը մենք չմոռանանք, որ ընդհանրապես նախաքննության գաղտնիության շրջանակներում մենք շատ հանգամանքների մասին տեղյակ չենք։
Ես չեմ բացառում, որ կա իրականում կասկածյանների շրջանակ, որն այս բանին պետք չի հայտարարել։ Բայց ինչ որ ես պատմում, սա նորմալ իրավական համակարգում, իրավապահ մարմիններում գործունեություն իրականացնող, նորմալ process է, բայց ես չեմ էլ տեսնում, որ նորմալ process կարող են ի վիճակի են իրականացնել այս մարդիկ։ Ընդ որում օբյեկտիվ պատճառներով, որտեղից կարողանան, եթե ամբողջ օրը լծված են իշխանությունը պահելու գործառույթին։ Եթե օբյեկտիվ գիշեր, ցերեկ մտածում են Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Սամվել Կարապետյանի, Արմեն Աշոտյան, բոլորի նկատմամբ քաղաքական, քաղաքական հետապնդում իրականացնել, գիտեք, շատ դժվար է։ Երբ որ մարդը ոչինչ չի արել, իր վերաբերյալ պիտի որոշակի տվյալներ, այսպես ասած, ստեղծվի, կարվի, սարքվի։ Դժվար աշխատանք է պահանջում, ժամանակ է պահանջում, մտածել, գրել, կազմել 1000 թուղթ պիտի սարքվի դրա տակ։ Չունեն այդ մարդիկ ժամանակ, քննիչները, դատախազները չեն հասցնում։ Բայց այնպես չի, որ ես դրանով արդարացնում եմ, ոչ, բոլորովին չեմ արդարացնում, հակառակը ասում եմ հանցագործություն են անում։ Լավ, հաշվի առնելով օբյեկտիվորեն հաշվի առնելով եւ վերլուծելով մեր իրավական համակարգի, ինչպես որակենք դա անգործությունը ճակերտավոր այդ ուղությամբ հանցավոր անգործությունը, այո, չեմ էլ կարող այսպես հարց տալ կա վստահություն արդյոք որ գոնե այս գործը կունենա վերջնական լուծում կբացահայտվի, չգիտեմ, ոնց ճիշտ ավելի ճիշտ հասկանալի լինի։ Եթե որևէ ընդդիմադիր գործիչ առած լիներ սպանությունը, վստահ կարող էի ասել, որ կբացահայտվի, ավելին, եթե որևէ ընդդիմադիր գործիչ ուղակի մասնակցություն ունենար, ասենք օրինակ լսած լիներ կամ տեսած լիներ, բայց ինքը անմիջականորեն կատարողը չլներ, անմիջապես կձերբակալեին, կկալանավորեին, կտանեին։ Դա էլ գիտեմ։ Այստեղ պարզա որ ընդդիմադիր գործի սպանությունը չէր կարող լինել ընդդիմադիր, մեկ այլ գործի կողմից կատարված։ Այսինքն իրանց շրջանակում պիտի նայեն։ Հիմա այդ հետքերը բերելու են իրանց վրա։ Իսկ խոսք կա, չէ, ասում ազգուշ եղեք, որովհետև ոնց որ թե ձեր հետքերը ձեր վրա են բերում։ Հիմա իրանք իրանց նկատմամբ կիրականացնեն օբյեկտիվ քննություն։ Մենք տեսել ենք, որ բազմաթիվ դեպքեր են եղել, որ ոչ։ Մենք համոզվել ենք, որ իրենք, երբ որ իրենց ա վերաբերվում, օբյեկտիվ քննություն չեն անում։ Հետևաբար ես որտեղից ունենամ համոզմունք կամ ենթադրություն, ողջամիտ ենթադրություն, որ այս գործը կբացահայտվի ճիշտ արդյունավետ։ Լավ, հիմա այդ նույն ասած հետքերը կամ այսպես որակենք մեր պետության իրավական համակարգի ձախողումը կամ ընդհանրապես նույնիսկ գլոբալ առումով մեր պետության ձախողումը կարող ենք համարել նաև այն փաստը, որ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսանում Հայաստանի մարդ են եկեք ասենք սպանել պայմանական, որովհետև ինքնասպանության վարկածներ, այո, պաշտոնական վարկածը ըստ հյուպատոսարանից եկած տվյալների ինքնասպանությունն է։ Բայց անգամ ինքնասպանությունը հետևանքը իրենց հանցավոր անփութության եւ անգործության։ Որովհետեւ մարդը տեսագրություն է ուղարկում, ես չեմ հավատում, այո, ես չեմ կարծում, որ այդտեղ կարող էր լինել ինքնասպանություն, որովհետեւ կարծեմ դեսպանն էր հայտարարել, որ այդտեղ դռները բաց են։ Մեր դեսպան։ Հա, մեր դեսպանը Ռուսաստանում հայտարարել էր, որ մեր չէ, քաղաքացիական պայմանագրի դեսպանը հայտարարել էր, որ դռները բաց է, ով կուզենա մուտք ու ելք կանի, բայց եթե դռները բաց են, ով կուզենա ելք ու մուտք կանի։ Ինչպես ես դու նույն հայտարարության մեջ, հարգելի դեսպան, հայտարարում, որ բացառվում է սպանությունը։ Ինչ գիտես։ Ինչ գիտես, եթե բոլորի մուտքի որ բացառում են։ 100%-ով եթե դուք ասում եք, որ մուտքը բաց է, ով ուզենա կարա մտնի դուրս գա։ Ո՞նց եք բացառում սպանությունը։ Դե կարող է կիլլեր էին ուղարկել։ Ինչ գիտեք, որ ո՞նց եք բացառում։ Սա էլ հենց այդ իշխանության վերևում գտնվող անձի կողմից մեկ վարկած վերցնել առաջ տանել, բոլորի վրա տարածել։ Դա բոլորն ասում են, իսկ մենք ինչ վատ Նիկոլ ենք, որ մենք էլ կարող ենք էլի տենց անենք։ Հա, բայց այդ մարդ էքստրադիցիան ինչպես էր։ Արտահանձնում է, խնդրում, այո, շնորհակալություն։ Ես մանրամասներին ծանոթ չեմ այդ գործի, միայն գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում իր վերաբերյալ գործով խափանման միջոցի հարց պիտի քննարկվեր, թե ինչ, եւ ինքը փախելա դա դրանից, հա։ Փախելա թե դուրս է եկել, չասենք փախելա, որովհետեւ մենք չունենք, հա։ Դա ինչ որ մամուլում կար այդպեսի, բայց մի խոսքով ինքը գնացել իր հայրենիքի հյուպատոսարանին հանձնվել եւ եթե անգամ դա իսկապես ինքնասպանություն է, ապա դա առաջացել է այդ ինքնասպանություն գործել առաջացել է մի այնպիսի վիճակից, որը իր համար, իր կարծիքով ավելի վատ էր, քան ապրելը։ Հետևաբար ստացվում է, որ այդ նույն հյուպատոսության աշխատակիցները չեն կարողացել այդ ինֆորմացիան այնպես կազմակերպեն, այնպես աշխատեն, որ չլինի այդպիսի բան։
Թեև ես վիդեոից որ ինչքանով որ հասկացա, ընդհանրապես չէին էլ լսել, թե չէին էլ ուզում որևէ կերպ օգտակար լինել քաղաքացում։ Հյուպատոսանում, հա, դրա համար դիմել էր լրագրողին Հայաստանում, որպեսզի տարածվի, բայց adekvat ուրեմն նորմալ Հայաստանի խոսում էր Հանրապետությունում բոլոր պետական համակարգերը, կառույցները չեն աշխատում կամ աշխատում են շատ վատ, ընդ որում ես սրա մեջ չեմ տեսնում գիտելիքի պակասի պատճառ։ Ես տեսնում եմ սա ուղիղ դիտավորությամբ կազմակերպված վատ արարք, այսինքն նպատակը ակնհայտ է, որ պետական համակարգերի փլուզումն է։ Ակնհայտ է ինձ համար, որ սրա նպատակը կանխամտածված փլուզումն է, այսինքն այնպես չի, որ այս իշխանությունը կադրերին նշանակում է, որովհետև ավելի խելոք կադրեր չունի կամ այդ կադրերը խելք չունեն։ Չէ, դիտավորյալ նշանակում այնպիսի կադրերի, որոնք որ կտապալեն այդ համակարգը։ Նայեք ներքին գործերի նախարարությունը։ Հիմա ներքին գործերի նախարարության ոստիկանությունը 5 անգամ մեզ մենակ Արտուր Վանեցյանին սպասարկող այդ պահնորդական ծառայողներին անհեթեթ զենքի կասկածանքով 5 անգամ ձերբակալեց, որից հետո օրենքում փոփոխություն մտցրեց, որ պահնորդական ծառայությունը չի կարող ուղեկցել մեքենային, բայց մենք ինչ էինք ասում, ասում ենք, ախր դուք չեք կարող հանրային անվտանգությունը ապահովել։ Եթե դուք չեք կարողանամ ապահովել, ստիպված մենք պիտի մեր միջոցներով ապահովենք։ Ասեցին, բան, հավասարության խնդիր կա, խախտում կա։ Հիմա տեսակ որ չեք կարողանում։ Համայնքի ղեկավարին սպանել են, տեսակ որ չեք կարողանում։ Ընդ որում, այսպես եթե վենդետայից են խոսում, ակնհայտ է դառնում, որ դա ինչ-որ կենցաղային կռվի հետևանք չէ, պլանավորված էր, դիմակավորված անձ էր, գործողություններ են կատարվել, զենք ա ձեռք բերվել, դարանակալում ա եղել, դիմակավորված, մի խոսքով։ Բնականաբար միայնակ չի գործել նա։ Դե ուր է օպերատիվ հետախուզականը։ Իսօր թողնես ընդդիմադիր գործիչներին ազգային անվտանգության ծառայության մակարդակում տեսագրություններից հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ նույնականացնում են միտինգի մասնակից, որը մեկ շիշ է նետել, ձերբակալում, կալանավորում, տանում են բանտ։ Այդ ինչ ասեմ։ Դե երեկ էլ արդարադատության նախարարը ասաց, որ չեն կարող հասցնել բոլորին հետևել։ Ճիշտ է ասում։ Բա ընդդիմադիրները քիչ չեն, ազգի կեսից շատ ընդդիմադիր այդքանին հետևեն թե հանցագործներին։ 3 հոգի իմ հետևից է պտտվում, 3 հոգի մյուսի հետևից է պտտվում։ Բա հիմա մեզ հետևեն թե հանցագործներին։ Այդ չեն հասցնում։ Խեղճ մարդիկ չեն հասցնում։ Չեն հասցնում։ Լավ, մնանք հələ դատական համակարգում, պարոն Բաբայան, խոսենք եկեղեցի իշխանությունը առճակատման մասին եւ այդ ֆոնին արդեն զազրելի դատավարությունների մասին դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց էլի Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղավոր ճանաչելու մասին այդ վերդիկտը, որ այսպես են զանգի նման հնչեց, քրեական օրենսգրքի դե դուք գիտեք, վստահ եմ 422-րդ հոդվածի 2-րդ մասով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը հաղթելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի բռնի տապալման կոչեր հնչեցնելու համար։ Դրան կարճ ասենք խոսքի համար։ Խոսքի համար, այո, որով իրենք եկել էին խոսքի ազատությունով։ Ընդ որում, երբ որ ես ասում եմ խոսքի համար, ես նկատի չունեմ, որ չկան խոսքեր, որոնք քրեորեն հետապնդելի չեն։ Չէ, կան, բայց ես այդ խոսքը չէ, որովհետև այդտեղ կոչ չկար։ Դա փաստաբանները շատ պրոֆեսիոնալ հիմնավորեցին, ապացուցեցին։ Այս գործով ամենասկզբից մինչև վերջի վայրկյանը մենք տեսել ենք ապօրինություններ, անօրինականություններ։ Սկսած այդ դատավորից, որ այդ դատավորը իրանք չուներ քննել ընդհանրապես այդ գործը, որովհետև հաստատվեց, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզում։ Այսինքն վերցնել օրենքը քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը անհասկանալի մեկնաբանություն տալ այս իշխանության 18 թվականից հետո սկսված այս իշխանության ձեռագիրն է։ Հիմա չեն հասկանում, իհարկե հասկանում են, դատավորի պաշտոնի հասել, քննություն ա տվել, որոշակի կարդացել այդ օրենքը, համալսարանում գիտելիքներ ա ստացել, իհարկե հասկանում են, բայց հանձնարարություն ա տրված, ոնց կարող են չկատարել։ Եվ մի շատ կարևոր հանգամանք դի այստեղ ուշադիր լինենք, մենք մասնագետներս, փաստաբաններս, 5 իրավապաշտպանների շրջանակում հատկապես հենց սկզբից տեսել ենք, որպես մասնագետ գնահատել ենք, որ այստեղ չկա հանցակազմ։ Բայց հենց սկզբից բոլորս էլ իմացել ենք, որ Արմինե Մելիքսեթյանը մեղավոր է ճանաչելու։ Այսինքն չկա ուրեմն դատարան, եթե մենք ամենասկզբից գիտենք, որ անձը չի կատարել արար, բայց հաստատապես պնդում ենք, որ մեղավոր է ճանաչել։ Ավելին ասեմ, ուզում եք հիմա հաստատապես պնդեմ, որ տալու է ազատազրկում առնվազն 2 տարի։ 2-ից մի քիչ էլ նույնիսկ ավել։ Բայց մենք դա չպետք է, չէ, այսպես իմանանք։
Եվ դա մենք չգիտենք, չէ, որևէ մեկից չենք լսել, չենք գնացել դատավորին հարցնել, թե ինչ ես անելու։ Մենք տեսնում ենք, հասկանում ենք ինչ անում։ Վերլուծում եք քաղաքական իրողությունները նաև։ Խարխոյան Կարենը երբ որ քննարկում էր խափանման միջոցները 18 արդարների, մենք գիտեինք, չէ, որ գալանքները բոլորի երկարացվելու է։ Փաստաբանները որ չգնացին մասնակցելու, գիտեինք, այդ ամեն ինչը գիտեինք։ Հետևաբար ինչ արդարադատության մասին է խոսքը։ Սա մենք չենք խառնվում դատարանի գործերին։ Շատ լավ, չեք խառնում։ Դե բարեփոխել է ուզում եկեղեցին, եկեղեցին բայց դու ես որ եկեղեցին բարեփոխես, ախր դու եկեղեցին դու նույնիսկ դատարանը չես կարող բարեփոխել։ Դատարանի բարեփոխմամբ էլ պիտի զբաղվեն համապատասխան անկախ իշխանության ներկայացուցիչները։ Որոշակի բաներ, հա, դատարանի դեպքում ունես օրենքներ ընդունելու լիազորություն ունես, բայց դու ո՞ս կարաս բան եկեղեցու կանոնադրության մեջ փոփոխություններ առաջարկես կամ անես։ Սահմանադրությամբ էլ եկեղեցին անկախ է։ Հասկացանք, սահմանադրությամբ էլ անկախ է, բայց դու հոգևոր գերագույն մարմնի անդամ չես, հոգևոր բարձրագույն խորհրդի անդամ չես։ Դու ո՞ս կարաս տեղապայի հարց լուծես, չէ՞ դա անարգանք է իշխանության կողմից եկեղեցուն։ Եվ գիտեք, հեքիաթներ են, թե սա կաթողիկոսին է վերաբերվում, մեկը, չէ, սա ուղիղ եկեղեցուն է վերաբերվում։ Եթե կաթողիկոսի հետ կապված խնդիրներ կան, կաթողիկոսը ունի իր հոգևոր խորհուրդը, որ այդ խնդիրները կլուծի։ Ես ամենևին չեմ ասում, թե պիտի ժողովուրդը կամ եկեղեցու հետևորդները որևէ մասնակցություն չունենան եկեղեցում տիրող իրավիճակի, չէ, պիտի ունենան, բայց ամեն մարդ պիտի դա չափի իմանա։ Ի վերջո, այդ քանի որ քննարկեցի, կարճ ուղղակի անդրադառնամ կուսակրոնության մասին։ Կուսակրոն լինելը, այդպիսին լինելը ընտրում է հենց ինքը եկեղեցին։ Ինքն է որոշում, որ իր մոտ այս դասից բարձր պիտի լինեն կուսակրոններ։ Երբ ուզենա կփոխի այդ որոշումը։ Երբ ուզենա ինքը կփոխի այդ որոշումը։ Դու ո՞նց ես, եթե դու Աստծուն հավատում ես, եթե դու հավատացյալ մարդ ես իսկապես, իսկ ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը անաստված, անհավատ անձնավորություն է, անձամբ ճանաչելով եմ պնդում։ Հիմա եթե դու հավատեիր, քեզ ինչ հոգևոր սպասավորի ինքնուրույն իր իշխանությամբ որոշված ճանապարհը ինքը կշեղի, երբ ուզենան կփոխեն, որ պահին ուզենան կասեն այլևս կուսակրոնություն չենք մանում, հա, կուսակրոնությամբ չենք գնում։ Ո՞վ ես լավ։ Դե Փաշինյանը շատ է սիրում անձնավորել այդ ամեն ինչու անձը խոցելով արդեն առաջ շարժվել ու հա, բայց նպատակը եկեղեցին հարվածելն է, պատմություն հայկականության ամբողջական, որովհետև եկեղեցին այն օրգանն է, մարմինն է, կառույցն է, հա, որ կարողանում է առաջնորդել ժողովրդին։ Ну տեսեք, այդ համագումարում պետք է ցիտեմ ինչ ասել, իրենց ՔԿՊ-ի համագումարում վերջին կտրիչ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի։ Ու եթե ամենայն հայոց կաթողիկոսը չհեռանա առանց ժողովրդական ներգործության, դուք ժողովրդի մասին եք խոսում, ապա կլինի ժողովրդական ներգործություն։ Ըստ ինչ է նշանակում ժողովրդական ներգործություն։ 2026 թվականի ընտրությունների նախապատրաստություն, այսինքն 2018 թվականի կրկնություն, երբ որ մերժում էին Սերժին, էլի հեղափոխությամբ։ Հիմա տեսեք, իշխանությունը ինքն է։ Հիմա չկա իշխանություն, որի դեմ որ ինքը պիտի կռվի։ Իսկ ինքը դեռևս շարունակում է մնալ թիվ 1 ընդդիմադիրը, իրան այդպեսին է հռչակելու համար։ Ինքը իրան ընդդիմություն է, շիզոֆրենիա։ Հա, շիզոֆրենիա։ Հիմա ինքը գտել է թիրախ, որով որ 26 թվականի համար պիտի կարողանա ցույց տալ նոր հեղափոխություն։ Պայքարում է, չէ՞, ինչ որ բան դեմ պիտի պայքարի։ Այո, իշխանության բոլոր հատկանիշներով հարուստ մի կառույց է գտել, որն ունի ղեկավար, որի ղեկավարը որոշակի ազդեցություն ունի, եւ հիմա պիտի փորձի դրա վրա, որովհետեւ ես կարծում եմ, որ եկեղեցու նկատմամբ բուն գործողությունները կսկսվեն ապրիլ-մայիս ամիսներից։ Հնարավոր է նաեւ, որ որոշակի առումով դրանք որոշակի դրսևորումներ ստանան վարշապատի ընտրությունների ժամանակ, հատկապես որ եթե որոշի օրինակ այնտեղ գնալ հանդիպումներով, այդտեղ կարող են, բայց դրանք չեն լինի ամբողջական իր ծրագրի իրականացման այդ մեկնարկը։ Ես կարծում եմ ապրիլ-մայիս ամսից նոր որևէ գործողություն կփորձի իրականացնել հենց եկեղեցու նկատմամբ, բայց չեմ էլ հավատում, որ կհամարձակվի ի վերջո եկեղեցի իր ոտքը մսնել եկեղեցի այդ նպատակով։ Դե հա, ասում էին սեպտեմբեր-հոկտեմբերին պատրաստվում այսպես հոգևոր մեծ հավաք անել, չէ՞, ինքն էլ էր կոչի անում ժողովուրդ, հավաքվենք, ինչքան անենք, չգիտեմ, կարգալույց նախկին բաներով, ավելի
Հա, այդ նույն հավաքն էլ կկապի հենց Աղարշապատի ընտրությունների հետ, եթե այդպես ասեմ։ Անհավատ, անաստված մարդ է։ Դրա մասին գիտի իր ամբողջ շրջապատը, դրա մասին գիտի իր հետ քիչ թե շատ շփում ունեցող մի քիչ խոսացա ինչ որ բան քննարկած մարդ։ Ինքը աստվածավախ չի, ինքը Աստծո չի վախենում։ Ինքը չի հավատում։ Ինքը մենակ փողին է հավատում։ Իր Աստված փողն է։ Փողն է։ Ենթադրենք անձի երկատվությունը կա, Փաշինյան վարչապետը պաշտոնական դիրքից ելնելով չի կարող նախաձեռնել կամ առաջնորդել ժողովրդական ներգործություն եկեղեցու դեմ։ Դե ինքը ասում է, որպես սովորական եկեղեցական հետևորդ մի քաղաքացի եմ, բայց օգտագործում է ամբողջ կառավարության վարչապետի լծակներ, իհարկե։ Դա էլ է ստախոսություն։ Դա էլ է սովորական պարզ ստախոսություն։ Ոչինչի առաջ կանգ չի առնելու, ինքը իր իշխանությունը որևէ եղանակով չի, այսինքն բոլոր եղանակներով, բոլոր ապօրինի հանցավոր եղանակներով պահելու է։ 3 միլիոն վարչապետի նախագիծն է, նույն մեթոդն է, հա, պարզ է։ 3 միլիոն վարչապետին, երբ ընդհանրապես բանի տեղ դնում։ Առհասարակ, անգամ իր խմբակիցներին բանի տեղ չի դնում արդեն։ Բաբայան վաղը շաբաթ օրը նկատի ունեմ արդեն սեպտեմբերի 27-ին Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ Սա մեր երկրի երևի թե սրընթաց գահավիժումը կարելի է հաստավավերագրել հենց սկսած նաև այդ պատերազմից։ Ինչ ունենք այս պահի դրությամբ կապված 44-օրյա պատերազմի հետ։ Ըստ ձեզ որոնք են այն փաստարկները կամ փաստերը, որոնք ապացուցում են ու կարող են ապացուցել, որ պատերազմը հենց բերել է այս իշխանությունը դիտավորյալ այդ հանցավոր դիտավորությամբ ու ստեղծելով բոլոր նախադրյալները արդեն դիվանագիտական, ռազմաքաղաքական ու բարոյական։ Երբ որ մենք վերլուծում ենք եւ հայտնում ենք, որ այս իշխանության քաղաքականության հետևանք էր պատերազմը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է մեզ մեղադրել, թե իբր մենք ասում ենք Ալիևը մեղավոր չէր, դուք եք մեղավոր, չէ, Ալիևը մեղավոր էր, բայց Ալիևը մեղավոր էր ձեզ հետ միասին, որովհետև իմ համոզմամբ այս պատերազմը եւ պատերազմի վերջնական նպատակը Արցախը Ադրբեջանին հանձնելը եւ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի համատեղ պլաններ, համատեղ ցանկություններ։ Եվ դրան մենք հանգում ենք պարզ գործողությունները վերլուծելով։ Ինչ արել է իշխանությունը Արցախի հետ կապված։ Եկել է իշխանության, ասել է ես Ղարաբաղի հետ կապ չունեմ։ Ես չեմ ներկայացնում Ղարաբաղ։ Այդ ընթացքում մենք հիշում ենք, որ կար ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբը, որը տարիներ շարունակ իրականացնում էր այդ բանակցությունները եւ միակ ֆորմատն էր, որտեղ իրականացվում էր բանակցություններ եւ հանկարծ Հայաստանը հայտարարում է, որ ինքը դրա հետ կապ չունի։ Այսինքն սա արդեն չէ, կենցաղային անգամ վեճում նման գործողության ժամանակ արդեն մյուս կողմի մոտ բազմաթիվ կասկածներ են առաջանում։ Հաջորդիվ ինչ ան։ Ասում է պիտի այդ բանակցություններին միացնենք Արցախին։ Այսինքն կար մի ֆորմատ, որի ուղղությամբ աշխատում են, որը լավ թե վատ որոշակի ջնջեց սկսեց ծրական կետից։ Միջև ջնջելը իրականացրեց որոշակի գործողություններ։ Այսինքն սրանով ակնհայտ է դառնում, որ ինքը գնում է սադրիչ գործողություններ։ Ինչ համար այդպես է։ Հիմա կասեն դու Ալիևին արդարացնում ես, բոլորովին չեմ արդարացնում, բայց ես միաժամանակ պնդում եմ, որ դուք նպաստել եք, որպեսզի, այսինքն դուք տվել եք հնարավորություն։ Հիմա խնդրելա ձեզ փողա տվել, թե վախեցել եք, թե դուք եք թուրք, այստեղ ներդրված էական չի, բայց պարզ տրամաբանություն։ Ասում ենք հետո պիտի Արցախը դառնա բանակցությունների կողմ։ Հետո գնում ես Ստեփանակերտ, կանգնում ես հրապարակում, հայտարարում ես, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այնտեղ Մինսկի խումբ կար, բանակցություններ կային, այնտեղ վեճ կար, ինքնորոշման վեճ կար, տարածքային վեճ կար, այսպիսի բազմաթիվ բան։ Դրանից հետո հայտարարում արտաքին գործերի նախարարը, որ Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում իր ժողովրդին, ես իր հետ բանակցելու բան չունեմ։ Էլ ինչ եք ուզում լինի, էլ ինչ պիտի լինի, որ չլինեն ինչ որ եղավ։ Կանխատեսելի էր, այսինքն 44 օրյան։ Դե ինքը գիտեր դրա մասին։ Լավ, բայց դրանից հետո երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից համապատասխան այսպես ասացավ, միջնորդություն է լինում կանգնեցնել պատերազմը, որտեղ Շուշին կմնա եւ բան չես մերժում։ Նույնիսկ երկու անգամ այդ։ Նույնիսկ երկու անգամ։ Այս բոլորը գալիս են ինձ մոտ համոզմունքի, որ ամենասկզբից 18 թվականից գալով իշխանության ունեցել են հստակ ծրագիր։ Որևէ բան, ոչինչ չի արվել անգրագիտության կամ անպտղության պատճառով։ Ամեն բան արվել է շատ խելացի,
շատ գրագետ, շատ հաշվարկված։ 18 թվականին ես գուցե այսպես չէի մտածում։ Ես այսպես չէի մտածում, որ իսկապես իրանք եկել են 18-ին ես մտածում եմ, որ ամբողջության հիմարության պատճառով մենք կկորցնենք Արցախը։ Հա, ես օրինակ իրենց քննադատելիս հենց առաջին օրվանից ճանաչելով նաև նրանց մեծամասնությանը այդ ՔՊԻ անդամների կադրերին իրան էլ հետը, ես վստահ եմ եղել, որ վտանգը շատ մեծ է, որ անգրագիտության, անփութության, անդեղյակության, դիվանագիտության տապալման պատճառով մենք կարողանում ունենանք պատերազմ, կարողանում ունենանք կորուստներ տարածքի, բայց երբ որ այս ամեն ինչը անցնով վերլուծում ես, հասկանում ես, որ ընդհանրապես այդպես չէր։ 18 թվականին եկել էին դիտավորյալ Արցախը անձնելու, ռուսներին, չգիտեմ, այստեղից հանելու, այն մյուսների հետ փոխարինելու, ես ինչ որ վերջնական արդյունքում ում տրվելու հələ կբարձենք, որ նախնական բոլոր վերլուծությունները տալիս են, որ վերջնական արդյունքում նպատակ ունեն տրվելու թուրքերին, բայց ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ հա ընտրության առաջ են կանգնացնում, կամ պիտի պետություն ունենաս, կամ չունենաս։ Ընդ որում իրենք արդեն հայտարարել են, որ իրենք ոչնչացրել են մեր պետությունը։ Երբ որ խոսում ես 4-րդ հանրապետության մասին, պիտի հիմնավորես իսկ ուր է 3-րդ հանրապետությունը։ Կորել է, կորցրել ենք, կործանվել է, որ դու 4-րդն ես սարքում։ Դե ես նրա հիմքերը շատ վատն են, պետք է քանդել, ստեղծել 4-րդը։ Քանդում է էլի ոնց։ Հիմքերը շատ վատն են, դրա համար եկավ ավիրեց ամեն ինչը։ Այո։ Հիմքերը որ վատը լինեն, այսքան չէր դիմանա այս պետությունը, այս ազգադավ իշխանությանը։ 4 տարի։ Չէ, 18 թվականից սկսած այս հարվածներին, որ դիմացավ այս պետությունը, խոսում են մասին, որ պետությունը վատ թե լավ, բայց ամուր իր որոշակի սխալներով, խնդիրներով գնում էր առաջ։ Այսինքն ստացվում է պատերազմը ծրագրված էր, պլանավորված էր, համաձայնեցված էր։ Դες վերջերս Ալիևը հայտարարեց, որ 18 թվականի դեռևս 18 թվականին Նիկոլը խոստացել էր, որոշակի խոստումներ էր տվել։ Ես չեմ ուզում ասեմ, թե ինչու հենց այսպես եղավ, ասենք Հայաստանը մնաց լրիվ մենակ, այդ արյունալի ու այդքան երկար, որովհետև դա միակ ճանապարհն էր, որ իրեն չասեին դավաճան եւ ինքը կարողանար հանձնել Արցախը։ Իսկ հիմա արդեն չի էլ ամաչում կամ նեղանում, որ են դավաճան են ասում կամ հայոյում են 100 անգամ ասելա կամ թուրք են ասում։ Ինչ ժամանակ էլ չնվիրավորվեիր դրանից։ Դե հայ հերթական ելույթների ժամանակ ասում էր, եթե կանգնեցնի, ասելու եք դավաճան, ինքը ինչի իր ամաչում, բա հիմա որ ասում են դավաճան։ Ասում ես, դե գիտեք ինչ, հիմա ինչ ասես կարող են ասել։ Այսինքն սովորեցիր դրան, համագերբվեցիր դրա հետ։ Եվ վաղը միսօր էլ, այսինքն ինչ վաղը միսօր, հենց այսօր էլ դրա համար համաձայնվում համագերբվում ես ցանկացած բանի, ինչ որ Ալիևը պահանջում։ Ասում է տարի ու կես է խաղաղությունը։ Ոչ մի կրակոց չի եղել։ Ասում ոչ մի կրակոց չի եղել։ Նա կարող մի տարի է, չգիտեմ, իրենց հայտարարությունը։ Հարց առաջանում։ Իսկ ինչի պիտի Ալիևը իր բյուջեից $1, որն արժի փամփուշտի գինն է, ծախսի, եթե բոլոր նպատակներին հասնում առանց այդ ամեն ինչի։ Ինչի պիտի խաղաղություն չլինի, այդ կռիվ չլինի, կրակոց լինի։ Ինչի պիտի կռիվ լինի, կրակոց լինի, եթե ինչ պետք է այդ մարդը ստանում է։ Դե Ալիևը այդպես էլ ասել էր, մեկ կրակոցով կամ նույնիսկ մեկ օրում ես ամեն ինչ կստանամ։ Հա, բայց ինքը առանց կրակոցի ցանկացած հարց լուծվում է։ Այսինքն ամեն ինչ պատերազմը երբ ալնում։ Երբ որ ինչ-որ բան է, մտածում որ Իրանն է, ուզում է չեն տալիս կրակելով վերցնում է։ Հիմա ինչ ուզում է տալիս են, չի կրակի։ Ափսոս չէ փամփուշտը։ Փաշինյանը էլի շաբաթվա ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի 3 նախագահների օրոք 18 տարեկան զինվորները մեր Հայաստանի ինքնիշխան սահմաններից դուրս են ծառայություն իրականացրել, այսինքն ստացվում է նրանք, ովքեր Արցախում են ծառայել, Փաշինյանի մատուցման նահատակիչներ են։ Այո, նույնը նրա տղան, նույնը առաջին տիկինը այսպես։ Որը որ իբր թե գնացել էր, ես մի քիչ կասկածներ ունեմ այդտեղ, բայց տղան գոնե եղել է այնտեղ։ Հիմա ինչ է ստացվում, որ ստացվում է շատ པարզ բան։ Գործ ունենք մի մարդու հետ, ով չունի որևէ իզմ, ինչ որ ինքն հայտարարում, ոչ մի արժեք, ոչ մի սրբություն եւ ստելու ստախոսությունը իր համար դարձել է սովորական բան։ Մարդը չունի որևէ կոմպլեքս ամեն անգամ ասելու, այն ինչ որ այդ բանին իրան հարմար է։ Չի ամաչում նրանից, որ վաղը կասես բա դու այն օրը սենց էիր ասել։ Սրանք հակասում են։ Չի ամաչում այդ ամեն ինչից։ Այդ առումով անպարտելի է իդեպ։ Իր նմանը ես չեմ տեսել, որ կարող է ուղղակի այդպես, չգիտեմ, ոչ բարոյականություն ունենաս, ոչ մի բան չունենաս, ինչ ուզենաս, երբ ուզենաս ասես։ Ես քիչ առաջ որ խոսում էինք, ասում եմ, դեք իմ համար դժվար է, ես առանց փաստերի, առանց որոշակի ողջամտություն ենթադրող տվյալների ինչ որ հայտարարություններ անում, ինձ համար դժվար է։
կարող է ընդդիմադիր քաղաքական իմաստով շատ այսպես լավ է, որ դուրս գանք ու ինչ ուզենք ասենք, ոնց ուզենք, ոնց որ ինքներ անում ժամանակին։ Չէ, բայց կա որոշակի մարդկային բաներ, հա։ Արժանինքներ, արժեքներ, համակերպության ընդհանուր կանոններ։ Վաղ ընկերներս նայելու են դեմքից ասեն, օրինակ դու ո՞նց էիր ասում, որ Նիկոլն է պատվիրել սպանությունը, եթե դրա վերաբերյալ որևէ փաստ չկա։ Բայց չեմ ասում Նիկոլն է պատվիրել։ Բայց կարամ ասեմ, դիմադիր քաղաքական գործիչ կարող եմ ասել Նիկոլն է պատվիրել, հա։ Մի հետաքրքիր բան Հայաստանի ու Ադրբեջանի իրավական համակարգերի փոխգործակցության մասին թերևս, որովհետև վերլուծություններ եմ շատ դրա մասին կարդացել ու լսել, հիմա դատավարություններ են գնում Բաքվում մեր հայրենակիցների նկատմամբ, ու եթե վերցնենք նաև այս ֆոնը, Փաշինյանի ասած, այսինքն ահաբեկիչներ են եղել, փաստորեն թե ծառայել են Արցախում, ստացվում է, որ եւ նրա որդուն եւ նրա կնոջը հիմա պետքա արդեն Բաքվի բանտում նույնպես որպես ահաբեկիչ դատեին։ Բնականաբար եղբոր տղային ու եղբոր կնոջը չի դատի, բայց սա մի հատ շատ վատ հետևանք ունի։ Այդ հայտարարությունը անելուց։ Հիշում էր արդյոք, որ հենց հիմա Բաքվի դատարանում դատվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բնականաբար հիշում է։ Բա եթե հիշում էր դիտավորյալ էր անում այս ամեն ինչը։ Բնականաբար դիտավորյալ։ Եկեք մի հատ հետ գնանք հիշենք, որ Ռուբեն Վարդանյանը որպես ՎԿ հարցականելու համար հրավիրել էր Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն իր ցուցմունքն արդեն տվեց այդ դատարանում։ Այստեղից ինքը այդ հայտարարությունով ցուցմունքը տվեց դատարանում։ Այսինքն ասես ես որ գամ դատարան, ես որ գամ դատարան, ասելու եմ, ես մարդիկ այդպես բան էին, տերորիստ էին։ Եվ մեր ԱԱԾ ղեկավարի վերջին այցը Բաքու, չգիտեմ, երևի լսել եք, կարդացել եք, որ կարծեմ 10 գերու անուն էր տարել իր հետ եւ համաձայնվել է, որպեսզի փոխենք այստեղ մեր ունեցած երկու ահաբեկիչների հետ, սիրիացի։ Ավելի լավ, թող փոխեն։ Թող փոխեն, ես էլ կասեմ շնորհակալություն։ Դա էլի նախընտրական ժեստ է, իբրև մենք գերիներ ետ բերեցինք, հա։ Գերի վերադարձնելու արժեքը շատ ավելի բարձր է, քան այդ իրենց նախընտրական եւ այլն։ Թող վերադարձնեն, թող իրենց նախընտրական քարոզարշավի շրջանակներում անգամ մեկ գերի բերեն, թող բերեն։ Դե 10 գերու անուններ, բայց այնտեղ բնականաբար չկային այն Բարսաշրջան Պաշտոնյանը։ Դրանց վերաբերյալ արդեն ցուցմունք տվեց Նիկոլը իր Facebook-ին, որում Արցախի նախագահներն էլ էին պահանջել Նիկոլին, պահանջել էին նաև ՀԿ-ի, Կասպրշիկին, պահանջել էին ռուս գեներալներին, որոնք այդ պահին այդտեղ են եղել, այո։ Թե ինքը իր ցուցմունքն արդեն տվեց։ Օգնեց Ադրբեջանի դատարանին, Բաքվի դատարանին, օրինակ դա վերցնել որպես այլ տվյալ, այլ ապացույց, ասել ես մարդուն կանչում եք հարցականության, հենց ցուցմունք է տալիս։ Ասում բոլոր նախագահների բոլոր ժամանակահատվածում դուք եղել եք տերորիստ, որովհետև դա եղել է Ադրբեջանի տարածքը եւ Հայաստանի նախկին իշխանությունները 18 տարեկան երեխաների ոչ մեկ չի ասելու Բաքո տղան, կամ Ադրբեջանը չի ասելու Բաքո որդին, քո կինը, դու, բա ինչ էիր գնացել այնտեղ կանգնել, մի երկու անգամ էլ այդ բունկերում ես եղել, չեն ասելու, որովհետև իրանք տենց ունեն եղբայրական լավ հարաբերություններ։ Դե հիմա էլ Պուտինի հետ պետք է գիշերը հանդիպասներ արդեն Փաշինյանը հետ տեխնոպարներ արդեն հանդիպել էին, հա, դեռ չգիտենք իհարկե դրա ինֆորմացիան ինչի հետ է կապված, բայց հավանաբար առաջիկա զարգացումների հետ, որովհետև կանխատեսում են նախաստորագրությունից հետո խաղաղության պայմանագրի հայ-ադրբեջանական իբրև արդեն ստորագրում։ Չէ, դե Ադրբեջանը պայմանները հստակ է դրել, ինչքանով որ ես եմ հասցրել տեղեկանամ, ասել եմ ինչու սահմանադրություն չփոխես, որոշակի հանգամանքներ կա, մինչև դրանք չանես չի ստորագրվելու։ Այսինքն այդ առումով ոչինչ չի փոխվել։ Շարունակում է Զանգեզուրի միջանցք անվանել։ Հիմա մենք ինչքան էլ էստեղ նստենք ու ասենք, ուզում է թող Բաղնիկ անվանի, մեկը ասել էր տենց։ ՔՊ-ականներից։ Ուզում է թող Բաղնիկ անվանի, դե տենց չի։ Դիվանագիտությունը ամբողջությամբ այդ բառի տերմինների մեջ է։ Միանշանակ։ Իսկ ՆԱՏՕ-ի վեհաժողովի կամ չգիտեմ ինչպես են դրան անվանել, մասին ինչ կասեք, որովհետև սեմինար էր Ռոլթոս։ Ես չեմ հետևել։ Երևանում կայացած։ Չեմ հետևել, դե բայց ինչ ասեմ, նորմալ է, ամեն ինչ էլ ընդհանրապես ընդհանուր բանի մեջ, այս արտաքին քաղաքականության մեջ գնահատելու համար ակնհայտ է մի բան, որ ամեն ինչ փորձում են անել, որպեսզի արևմտյան ցանկությունները բավարարեն։ Սիրաշահեն։ Ամերիկայի արևմուտքի ամբողջ ցանկություններն էլ բնականաբար հակառուսական ցանկություններ են։ Ոչ միայն արևմտյան ՆԱՏՕ-ում Թուրքիան է։ Ես համաձայնվեմ այդ։ Ես օրինակ գուցե այսպես տեսականորեն համաձայնվեմ, կասեմ շատ լավ։ Եկեք այդ արևմտյան նպատ ցանկությունները կատարենք, այդ ռուսներին հանենք ստերից ուղարկենք։ Մենք ինչ ենք շահում դրանից։
Մենք մեր օգուտը Հայաստանի Հանրապետության շահը դրանից ո՞րն է։ Այդ շահերը կան։ Եթե մենք կարող է շատ լավ շահեր, ես էլ եմ միանում ասում եմ, այո, այդ ռուսներին պետք է վռնդել այս Հայաստանից։ Ես որ կանգնեմ, ես կասեմ, որ ռուսներին էլ է պետք վռնդել, ամերիկացիներին էլ է պետք է իմաստով վռնդել։ Որ մենք պետք է հասկանանք մենք ինչ ենք անում, մենք ինչ է, մեր շահը ո՞րն է։ Բայց այդ խաչմերուկում մենք կխաչենք ինքներս մեզ։ Ինչ է, մենք մեր շահը չհասկանանք, այո, խաչվելու ենք։ Որտեվ մենք հələ չգիտեմ, այս իշխանությունը չգիտի հայկական, լավ էլ գիտի, շատ էլ լավ գիտի, հայկական շահերով գնում է առաջ։ Ամեն ինչ անում է, որ հայկական շահերը ստվերվեն, չգիտեմ, շատ լավ դիտավորել, պլանավորած գնում առաջ։ Շնորհակալ եմ հարցերից։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես հետևելու համար։ Կհանդիպենք։